Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ մեր հեռախոսահամարը, շատերիդ արդեն լավ ծանոթ 54 89 34 եւ մեր էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ ararat@tv.am։ Հաղորդման ընթացքում կարող եք զանգահարել, գրել եւ ձեր հարցը ուղղել մեր հյուրին, իսկ այսօր, ինչպես եւ խոստացել էինք երեկ, խոսելու ենք ոսկրածուծի փոխպատվաստման մասին, բավական հետաքրքիր մի թեմա եւ առիթը վաղը մի շարք երկրներում տոնվող ոսկրածուծի դոնորների միջազգային օրն է, որ առաջին անգամ է լինելու եւ Հայաստանն էլ միացել է այդ օրվան եւ մեր հյուրը այսօր կբացահայտի, թե ինչ է ոսկրածուծի փոխպատվաստումը ընդհանրապես, ինչպես է դա կատարվում, բայց մինչեւ հարցազրույցը փոքր ծանոթություն։ Անբուժելի համարվող մի շարք հիվանդությունների դեպքում ժամանակակից բժշկագիտության նորագույն մոտեցումներից մեկը ոսկրածուծի փոխպատվաստումն է։ Օրորի զարգացող այս մեթոդն առաջին անգամ կիրառվել է 1968 թվականին եւ արդեն 45 տարուց ավելի աշխարհի առաջատար արյունաբանական կլինիկաներում հազարավոր մարդկանց կյանքեր են փրկել շնորհիվ ոսկրածուծի փոխպատվաստման։ Համաշխարհային վիճակագրությամբ, սակայն փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդների 70%-ի համար այդպես էլ հնարավոր չի լինում գտնել ոսկրածուծի դոնոր։ Տարբեր երկրներում ստեղծված ոսկրածուծի դոնորների ռեեստրների հիմնական գործառույթը հենց դա է՝ հավաքագրել, գրանցել եւ համաշխարհային ցանցում տեղավորել ոսկրածուծի տեղացի դոնորների, մեծացնելով հիվանդին համապատասխան դոնոր գտնելու հնարավորությունը։ Արդեն 16 տարի գործում է նաեւ ոսկրածուծի դոնորների հայկական ռեսորը։ Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի առաջիկա կարևորագույն ծրագրերից մեկն է ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի բացումը, որին աջակցում է կառավարությունն ու համաշխարհային բանկը։ Ոսկրածուծի փոխպատվաստման ինչպիսի մեթոդներ եւ տարբերակներ կան աշխարհում եւ որոնք են դրանցից ներդրվում Հայաստանում։ Ինչպես է կատարվում ընտրությունը ում փոխպատվաստել եւ ինչ պետք է իմանա պացիենտը պատվաստումից առաջ եւ հետո։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում այսօր արյունաբան Լուսինե Քրմոյանն է եւ մենք խոսում ենք ոսկրածուծի փոխպատվաստման մասին 54 89 34 մեր հեռախոսահամարն է, հարգելի հեռուստադիտողներ, զանգահարեք եւ դուք էլ ուղղեք ձեզ հետաքրքրող հարցը։ Բարև ձեզ բժշկուհի։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Բժշկուհի, նախ հասկանանք ինչ է ոսկրածուծը, որպեսզի պատկերացնելի լինի ավելի, թե նաև ինչ է նշանակում դրա փոխպատվաստումը։ Ոսկրածուծը դա օրգան է, որը տեղակայված է մեծահասակների մոտ տափակ ոսկրերում, փոքրիկ բալիկների մոտ, նրանք ոսկրածուծը առկա է գրեթե բոլոր ոսկրերում, որը հետո կամանց մեծահասակների մոտ անցում է դեպի տափակ ոսկրեր, դա օրգան է, որը արտադրում է բջիջներ, որոնք պատասխանատու են տարբեր նշանակություն ունեցող բջիջներ են։ Դրանցից մեկը դա էրիթրոցիտներն են, որոնք որ ապահովում են մեր օրգանիզմի տրանսպորտը թթվածնի եւ ածխաթթուքազի թոքերից դեպի հյուսվածքներ եւ օրգաններ, բջիջներ, դրանք լեյկոցիտներն են, որոնք կատարում են մեր պաշտպանիչ դերը, օրգանիզմի պաշտպանիչ դերը եւ տրոմբոցիտներն են, որոնք որ կատարում են տրոմբի գոյացումը եւ ապահովում են մեր չարյունահոսելը, այսպես։ Այսինքն ոսկրածուծը արյունաստեղծ օրգանն է։ Սովորաբար որ երբ ասում ենք օրգան, պատկերացնում ենք ամբողջական կառուցվածք ունեցող, ասենք լյարդը կամ սիրտը, հյուսվածքը, ինչ որ ինքը նույնպես հյուսվածք է։ Սա նույնպես հյուսվածք է, բայց տեղակայումը, գիտենք, սիրտը գտնվում է այս կրծքավանդակի խոռոչում, աղիները գտնվում են որովայնում, թոքերը նույնպես կրծքավանդակի խոռոչում, ոսկրածուծը գտնվում է տափակ մարդու օրգանիզմի տափակ ոսկրերում եւ արտադրում է բջիջներ, որոնք ապահովում են ամեն ինչ, որ ես
նշեցի նոր։ Մեր արյան ստեղծարար օրգանն է։ Արյան ստեղծարար օրգանն է։ Այո։ Որ դեպքերում է, որ անհրաժեշտություն է ծագում ոսկրածուծի փոխպատվաստման, եթե ոսկրածուծը արյունաստեղծ օրգանն է, կարելի է ենթադրել, որ արյան հետ կապված խնդիրների դեպքում է միայն, որ փոխպատվաստում պետք է կատարվի, թե կան նաև այլ հիվանդություններ, որոնց դեպքում ժամանակակից բժշկագիտությունը օգտվում է ոսկրածուծի փոխպատվաստման մեթոդից։ Ներկա պահին իհարկե փոխպատվաստումը դա ոչ միայն արյան ուռուցքային եւ արյան հիվանդությունների դեպքում է կիրառվում այսօր։ Կիրառվում է այլ ուրիշ ոլորտներում, ոչ միայն արյունաբանության մեջ լուծելու այդ հարցը եւ ոչ միայն ուռուցքաբանության մեջ, սակայն մեզ մոտ դեռ նախատեսված է ցողունային բջիջների փոխպատվաստում արյան հիվանդությունների եւ ուռուցքային հիվանդությունների կոնկրետ մեր կենտրոնի մասին եմ ես խոսում, ստեղծելով քիմիոթերապևտիկ բաժանմունք, ռեանիմացիոն բաժանմունք, որը որ կապահովի այդ ամբողջ գործընթացը։ Դա մեզ մոտ լինելու է արյան հետ կապված եւ ուռուցքային խնդիրներով դեպքերի համար փոխպատվաստում, որ սպասում ենք, բայց աշխարհում հետաքրքիր է, որ այլ հիվանդություններն են, որ կիրառվում է այս մեթոդը։ Ուրեմն կան որոշակի սիրտանոթային հիվանդություններ, որ կարելի է այստեղ հարցին լուծում տալ, մեծ մասամբ իհարկե ամբողջ աշխարհում նույնպես դա կիրառվում է արյունաստեղծ որպես օրգան հանդես եկող ոսկրածուծի փոխպատվաստումը հեմոբլաստոզների եւ ուռուցքային հիվանդությունների ժամանակ, բայց իհարկե մաշկի որոշ հիվանդությունների, սրտի հիվանդությունների ժամանակ իհարկե ցողունային բջիջների կիրառումը շատ լայն է եւ ամբողջ աշխարհում մեծ տարածվածություն իհարկե հետաքրքիր օրինակ մաշկի հիվանդության ժամանակ եւ սա խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ մյուս մեթոդները չեն արդարացնում։ Դե իհարկե դա դեռ ես դժվարանում եմ այդ հարցին այսօրվա դրությամբ պատասխանել, քանի որ մենք դա չենք անում, չենք կիրառում եւ մեր ուղղվածությունը, մեր հիվանդանոցի ուղղվածությունը սա լինելու է իհարկե արյան հիվանդությունների եւ օնկոլոգիայի։ Այո, մենք մի քանի անգամ հյուրընկալել ենք արյունաբանության կենտրոնից ձեր գոլեգաներին եւ խոսել ենք լեյկոզի մասին, լեյկեմիայի, հեմոֆիլիայի, տարբեր արյունային հիվանդությունների մասին, արյունաբանական եւ սովորաբար բժիշկները ներկայացրել են դեղորայքային բուժման տարբերակները։ Երբ է որ անզոր է դեղորայքային բուժում, այսինքն հնարավոր է դեղորայքային բուժման տարբերակ չանցած հիվանդը միանգամից փոխպատվաստման գնա, այսինքն ինչպես է կայացվում կամ սովորաբար աշխարհում այդ որոշումը, թե որ հիվանդներին, որ պացիենտներին է պետք փոխպատվաստել ոսկրածուծ։ Գիտեք ինչ, հիվանդություններ կան իհարկե, որոնք նրանց միակցությունը դա փոխպատվաստումն է, դա արյան ժառանգական որոշ հիվանդություններն են, որոնք որ լուծում չունեն բուժելով։ Դրանցից դա ժառանգական հեմոլիտիկ անեմիաներից ես նշեմ թալասեմիաները, որոնք որ եթե դա ձև է, որը որ ամիսը 1 պացիենտը գալիս է եւ կարիք ունի արյան ներարկման, քանի որ ունի արյան քայքայում, այս տարբերակի ժամանակ, թալասեմիաների ժամանակ իհարկե բուժում դա չեմ կարող ասել 100% փոխպատվաստումը կլինի հարցի լուծում, որովհետև փոխպատվաստումը դա շատ բարդ միջամտություն է։ Դա ոչ միայն նա կապված է շատ տարբեր հանգամանքներից իհարկե, ինչպես պացիենտը կդիմանա այդ ամեն ինչին, որովհետև փոխպատվաստում անելուց առաջ նա անցնում է մի բավականին լուրջ կուրս քիմիոթերապիայի եւ դու նախապատրաստում ես պացիենտին ոսկրածուծի փոխպատվաստման, այնուհետև անցավ փոխպատվաստումը, որը ինքը տևում է երևի թե գրեթե 15 րոպե։ Ինքը պրոցեդուրան փոխպատվաստման տևում է 15 րոպե։ Դա ընդամենը ցողունային բջիջների, որ իրանից ներկայացնում է մի փոքր
փաթեթ, այնպես ինչպես արյան փոխներարկումը։ Այո, ինչպես արյան փոխներարկումն է։ Այ հետո նոր կարող է հանդես գալ բազմաթիվ բարդություններ, որոնք որ իհարկե դեպքեր կան, որ շատ լավ հաղթահարում է հիվանդը, պացիենտը հաղթահարում է, եւ դեպքեր կան, որոնք այնուամենայնիվ օտար օրգան է փաստորեն, այնպես ինչպես ասենք երիկամի փոխպատվաստման ժամանակ կամ մեկ այլ օրգան։ Համարվում է վիրահատական շատ բարդ միջամտություն, այսինքն փոխպատվաստումը այնուհետև վարել է փոխպատվաստված հիվանդի։ Բժշկուհի, դուք նշեցիք, որ բուն process-ը 15 րոպե հնարավոր տևի, իսկ այդ ժամանակ բնականաբար որևէ անեսթեզիա չի կիրառվում եւ հիվանդը, պացիենտը ինքը տեսնում է, թե ինչ է կատարվում իր հետ։ Իհարկե, անպայման։ Հետաքրքիր է նա ինչ է զգում, դուք գիտեմ, որ վերապատրաստվել եք Եվրոպայում, որպեսզի սպասվելիք, այսքան շատ խոսվում է, որ պետք է 16 թվականին արդեն ունենանք բացված կենտրոնը Հայաստանում փոխպատվաստման, հենց դուք եք լինելու աշխատող բժիշկներից մեկը, ձեր վերապատրաստումների ժամանակ կամ եւ ընդհանրապես ինչ եք նկատել, ինչ են զգում այդ ժամանակ հիվանդները եւ ինչպես են նրանք հաղթահարում այդ էմոցիոնալ բարիերը, որ իրենց հետ կատարվում է եւ նրանք հենց իրենց աչքով ականատես են լինում, տեսնում են։ Գիտեք ինչ, փոքրիկների մոտ իհարկե դա նրանք չեն հասկանում ոչինչ, եթե շատ փոքրիկ է բալիկը։ Իսկ մի քիչ ավելի մեծ եւ մեծահասակները իհարկե դա ոնց որ նոր կյանք է տալիս իրանց եւ այդ կյանքին հնարավորություն է տալիս, արդյոք նա կհաղթահարի, դուրս կգա հաղթանակով, դուրս կգա հաղթած եւ նա շատ մեծ ակնկալիք ունի դրանից, այսինքն նա հույսով լի է, իհարկե էմոցիաները գրեթե խեղդում են եւ բժշկին եւ պացիենտին եւ նրա հարազատներին իհարկե, որովհետեւ փոխպատվաստումը դա ոնց որ հնարավորություն է նոր կյանք մտնելու, այսպես։ Խնդրում եմ ներկայացրեք նաև փոխպատվաստման մեթոդները։ Արդյոք ընդամենը 68 թվականից մենք տեսանք տեսանյութում, որ կիրառվում է այդ մեթոդը եւ բնականաբար գնալով զարգանում է, կան առանձին տարբերակներ, թե միշտ նույն ձևով է տեղի ունենում փոխպատվաստումը։ Եվ արդյոք դա կախված է հիվանդություններից։ Փոխպատվաստումը իհարկե մենք տարանջատում ենք երկու տեսակի փոխպատվաստման մասին կարող եմ խոսել, որը մեկը առաջինը դա ալոգեն փոխպատվաստումն է եւ աուտո փոխպատվաստումն է։ Ինչ են նրանք նշանակում։ Աուտո փոխպատվաստումը, այսինքն մենք ստանում ենք ցողունային բջիջները անմիջապես հիվանդից, երբ նա գտնվում է ռեմիսիայի, այսինքն երբ հիվանդությունը հետ է նահանջել, այդ պահին կատարվում է ցողունային բջիջների հավաքագրում եւ եթե նորից ունենում ենք հիվանդության կրկնողություն կամ որոշակի անհաջողություններ բուժման մեջ, այդ դեպքում մենք կատարում ենք ցողունային բջիջների փոխպատվաստում։ Նույն հիվանդը հիվանդին ինքը իրեն է տալիս։ Դա կոչվում է աուտո փոխպատվաստում։ Ինքը իրեն։ Բառը արդեն այո, աուտո, ինքն իրեն։ Հաջորդ մեթոդը դա պայմաններում են պահվում այդ բջիջները, նրանք հավաքագրվում են եւ պահվում են իհարկե հատուկ մարմնի ջերմաստիճանի ոչ իհարկե սառեցվում են, նրանք սառեցվում են եւ պահպանման ժամկետը իհարկե դա կախված է հիվանդության տեսակից, հիվանդի տարիքից նույնպես։ Տարիքը իհարկե դա հաջորդ հարցը երևի կլինի, երբ կարող ենք անել փոխպատվաստում։ Այո, տարիքից էլ է դա կախված։ Ոչ բոլոր տարիքային խմբերը ընդհանրապես ենթակա են փոխպատվաստման, իհարկե։ Դրանք պահպանվում են շատ ցածր ջերմաստիճանի տակ։ Եվ հաջորդ փոխպատվաստման մեթոդը դա ալոգեն տրանսպլանտացիան է փոխպատվաստումը, երբ մենք պատվաստում ենք ուրիշին, դոնորը հանդես է գալիս, այստեղ կարող ենք մենք տարանջատել, այսինքն փոխպատվաստում ոչ դոնորից, որը հարազատ չի, ոչ հարազատ դոնորից, այսինքն դա կարող է լինի ցանկացած անձ, որը որ համատեղելի է, հաշելա, այսպես կոչված հաշելա տիպավորումը համատեղելի է տալիս մեզ համատեղելություն եւ կարող է հանդես գալ որպես դոնոր հիվանդին։ Փոխպատվաստում, որը որ ալոգեն համատեղելի դոնոր է, բայց նա բարեկամ է հանդես գալի, այսինքն հարազատից։ Սովորաբար ավելի հաճախ հարազատներին է համընկնում, համատեղելի լինում, թե հնարավոր է։ Գիտեք ինչ, իհարկե հարազատները ոչ բոլորն են տեստավորվում։ Երևի տեստավորվում են առաջի, ասենց բարեկամները՝ քույր, եղբայր, հայր, մայր,
մորաքրոջ, հորաքրոջ եւ այլն, ամենամոտ հարազատները, հա։ Եվ սովորաբար համընկնում է, բժշկուհի, հետաքրքիր է։ Դժվար է ասել, կան որ համընկնում են, բայց այդպիսի համընկնել հիմա դժվարանում եմ ես ինչ որ տոկոսներ ասել։ Եվ կան փոխպատվաստման մեթոդ ալոգեն, որը որ հապլոիդենտիկ փոխպատվաստում է, սա երբ հայրը կամ մայրը տալիս է իր ոսկրածուծը, իր ցողունային բջիջները տալիս է իր հիվանդ բալիկին կամ երեխան, ինքը երեխան տալիս է իր ծնողին, այսինքն հարազատն է եւ հենց ծնողն է կամ երեխան, ոչ թե քույրը կամ եղբայրը մորաքույրը։ Այս դեպքում մենք համարում ենք, որ փոխպատվաստումը, այսինքն 50% համատեղելի հաստատ կլինի, որտեղ եթե ծնողներից մեկն է երեխային տալիս իր գեներով, այո, նա 50%-ով համատեղելի է լինում։ Իհարկե ամբողջ աշխարհում ես դժվարանում եմ ասեմ, կան տարբեր ստատիստիկ տվյալներ, այսինքն մի կենտրոնը նրանք հակված են հապլոիդենտիկ փոխպատվաստման, մյուսները ասում են, որ ոչ գիտեք ինչ որ հապլոիդենտիկը մեզ մոտ այդքան հաջող չի ընթանում եւ ունենում ենք անհաջող ընթացք, անհաջող ելքեր։ Բժշկուհի, բայց հետաքրքիր է, եթե ենթադրենք երեխան իր ծնողներից որևէ մեկից ժառանգել է այդ խնդիրը կամ հակվածությունը խնդրի նկատմամբ եւ իր մոտ արտահայտվել է, արդյոք արդարացված է, որ նույն ծնողից ինքը ստանա այդ ստեղծարար բջիջները, վտանգ չկա, որ կբազմապատկվի, կկրկնապատկվի հակվածությունը կամ այդ հիվանդության նկատմամբ նախատրամադրված։ Եթե դա, այսինքն ժառանգական հիվանդություններ են, որը որ առաջին ես նշեցի թալասեմիաները, իհարկե տեղ չի ենթադրվում ծնողներից վերցնել փոխպատվաստը կամ հարազատներից, կիրառվում է այդպիսի մեթոդ, եթե թալասեմիան քույրը նույնիսկ քույրը կամ եղբայրը, եթե ինքը այսպես կոչված հետերոզիգոտ վիճակում է գտնվում, կան կենտրոններ, որոնք փորձ են անում, գերադասում, այո, пассив է, հիվանդությունը пассив տարբերակում է։ Փորձում են փոխպատվաստում անել եւ ես տեսել եմ այդպիսի փոխպատվաստված հիվանդների, որոնք որ փոխպատվաստվել են իրանց քույրիկից, եղբորից, որոնք որ հետերոզիգոտ կրող են գենի, թալասեմիան։ Բայց եթե դրանք ինչ վերաբերում է, դա ժառանգական հեմոլիտիկ սակավարյունությունն է, երբ մենք ունենում ենք հեմոգլոբինի շղթաների քանակական խափանում եւ տարբերակները իհարկե շատ է։ Մեր երկրում դա մեր հայկական պոպուլյացիայի համար դա քիչ բնորոշ հիվանդություն է, բայց ունենք իհարկե ունենք հիվանդներ։ Մեզ մոտ շատ տարածված է լեյկեմիան, լիմֆոման, այո։ Լեյկեմիան, լիմֆոմաները դրանք ոչ ժառանգական հեմոբլաստոզներ են, ոչ ժառանգական հիվանդություններ են, նրանց ախտածնությունը մի փոքր ուրիշ է։ Այսինքն որ ծնողը կամ երեխան փոխադարձաբար միմյանց համար դոնոր հանդիսանան, հիվանդություն չեն, այսինքն ծնողը հանգիստ կարող է հանդես գալ որպես դոնոր իր երեխային։ Հասկանալի է։ Բժշկուհի, իսկ ինչպես են վերցնում դոնորը նույնպես պետք է փաստորեն լինի առողջ, ինչպես ես որքան պատկերացնում եմ արյան փոխներարկման շատ մոտ process է, բայց ավելի բարդ, առողջ ամեն մարդ կարող է հանդես գալ որպես դոնոր, թե ինքը նույնպես պետք է անցնի որոշակի հետազոտություններ, անպայման ինքն էլ է անցնում հետազոտություններ եւ իհարկե դոնոր հանդես գալու, եթե այդտեղ հարցը դրվում է ցողունային բջիջների փոխպատվաստման, պետք է լինի բնականապրակտիկ առողջ, բայց եթե այդտեղ հարցը դրված է փրկելու կյանք եւ մի քիչ հակացությունները ավելի մեղմանում են, հակացությունները ավելի մեղմանում են եւ այդ դեպքում եթե մանավանդ դա կշերքի նժարներին, այո, եթե մանավանդ ինքը համատեղելի դոնորա հանդես գալիս է, դեպքում մի քիչ վերանայվում է այդ ամեն ինչը։ Հիվանդություններ կան, որոնք որ փոխպատվաստման միջոցով միայն կարող են հաջողության հասնել, այսինքն դա միակ բուժման եղանակն է հանդես գալիս որպես այդ դեպքերում բնականա որ պատվաստում ես փոխպատվաստման եւ ման են գալի համատեղելի իհարկե դոնորաման գալիս ռեեստրը, որ կարողանա ապահովի համատեղելի։ Եթե չկա համատեղելի, նոր այդ ժամանակ արդեն մտածում են հապլոիդենտիկ փոխպատվաստման մասին, այդ որ ասեցի ծնողներից կամ երեխան իր ծնողին է տալիս, կամ մտածում են ոչ համատեղելի դոնորների մասին նույնիսկ, այսպես երբ
դրված է, այսինքն նժարի վրա փրկես կյանքը կա։ Միևնույնն է, եթե դու չանես փոխպատվաստում, դու հիվանդին կորցնում ես։ Այդ դեպքում այո, վերջին շանսը տալիս է որպես այո։ Բժշկուհի, մենք քանի որ հայտարարում ենք, որ թեման նախապես ենք հայտարարում, արդեն ստացել ենք որոշ հարցեր, խնդրում եմ անդրադառնանք հեռուստադիտողի այս հարցին, ասում է, ես լսել եմ, որ հատկապես Իսրայելում եւ Գերմանիայում կան շատ լավ կլինիկաներ եւ մասնագետներ, որ կատարում են փոխպատվաստում, խնդրում եմ ձեր կարծիքը ասեք որպես մասնագետ, թե աշխարհի որ երկրում արժե որ կատարենք այդ գործողությունը։ Գիտեք, ինչ ես դա դժվարանում եմ ասեմ, որովհետեւ եթե ունի ռեեստրը եւ կարող է առաջարկել դոնոր, որը համատեղելի է, իհարկե առաջատար եվրոպական երկրները, Ամերիկան, նրանք շատ մեծ հաջողությունների են հասել այդ ոլորտում, բայց հաջողությունների են հասել նաև Պարսկաստանը, որտեղ որ կատարվում է փոխպատվաստում, ցանկացած երկրում, որտեղ որ նույն Ռուսաստանում շատ հաջողված է այդ ամեն ինչը արվում։ Ուզբեկստանը ոչ, ես Ուզբեկստանի մասին ճիշտ ասած չի, Ղազախստանը, այ Ղազախստանում նոր-նորներ է դրվում եւ մասնագետները, որոնք որ վերապատրաստվում են, հիմա Լենինգրադում են վերապատրաստում, նրանց մոտ այդպես կապ կա։ Այսինքն մեր տարածաշրջանում տարածաշրջանի նույնիսկ մրցակիցներ ենք ունենալու։ Նու Ղազախստանը, չգիտեմ, կարելի է համարել, բայց Պարսկաստանը գոնե հարևան երկիր է, այնտեղ արվում է փոխպատվաստում արվում է, ստեղ հարցը ինչու՞մն է կանում։ Դա բավականին թանկ իհարկե պրոցեդուրա է, միջամտություն է եւ ստեղ ամեն երկիր իր հնարավորություններից ելնելով է գնում այդ քայլին։ Այո, ծավալները երևի։ Բժշկուհի, լսենք մեր հեռուստադիտողին, նա կապի մեջ է արդեն։ Ալո։ Ալո, դուք կապի մեջ եք։ Բժշկուհի, իմ հարցը վերաբերվում է, ես 10 տարուց ավել է տարապում եմ վարիկոց հիվանդությամբ եւ 3 անգամ արդեն ունեցել եմ սուր տրոմբոզ։ Ինձ տակի է, ինչ հետազոտություն է պետք անել արյան հետ կապված, որպեսզի պատճառը ճշտվի տրոմբների հետ կապված, ինչից են առաջանում այդ տրոմբները։ Շնորհակալություն, իհարկե հարցը ոսկրածուծի փոխպատվաստմանը չի վերաբերում, բայց որպես հիմա որպես արյունաբան են, այո։ Ես իհարկե խորհուրդ կտամ անպայման գալ մեզ մոտ։ Մենք ունենք հիանալի լաբորատորիա, որոնք որ զբաղվում են տրոմբոզների, այո, եւ ունենք հիանալի բժշկուհի, որը որ զբաղվում է դրանով, կարող եք անպայման այցելել եւ ես կարծում եմ, որ բավարարված կլինի այդ ամբողջ ձեր բոլոր հարցերին կպատասխանի։ Եվ կան հստակ հետազոտություններ, որ կպարզեն, թե որ կոնկրետ տեսակն է եւ ինչ պետք է անել։ Եվ կառաջարկեն հետագա քայլերը։ Ինչ անել, ում դիմել, որ մասնագետին դիմել դրանից հետո։ Այո։ Բժշկուհի, մենք խոսեցինք ոսկրածուծի փոխպատվաստման տարբերակների մասին, որ կարող է փաստորեն մարդը ինքն իր համար հանդիսանալ դոնոր եւ մեկ ուրիշը երկրորդի համար հանդիսանալ դոնոր, ընդ որում մեկ ուրիշը կարող է լինել հարազատ, բոլորովին անծանոթ մարդ եւ անմիջապես ծնողը կամ երեխան։ Իսկ ինչ մեթոդներ կան փոխպատվաստման։ Վերջերս ես կարդում էի պորտալարից, որ նույնպես ռեեստրում ինչ որ նյութ են վերցնում, քսուք են վերցնում կամ թքից, այսինքն արդյոք դրանք նույնպես հնարավոր է փոխպատվաստման մեթոդի հիմք հանդիսանան, թե նշանակություն չունի, միևնույն է ոսկրածուծն է փոխպատվաստվում։ Գիտեք, ես այսպես ասեմ, ուրեմն ոսկրածուծը իհարկե որ ասում ենք ոսկրածուծի փոխպատվաստում, սա նշանակում է ցողունային բջիջներ պատվաստել ռեցիպիենտին դոնորից։ Ինչ եղանակով կարելի է ստանալ այդ ցողունային բջիջները։ Եղանակները տարբեր են։ Այդ 3 ձեր նշված, երկու ձեր նշված եղանակից ես կավելացնեմ եւս մեկը։ Ինքը ցողունային բջիջը, որը որ կատարում է մեր հեմոպոեզը, այսինքն որպես հանդես է գալի որպես արյունաստեղծ բջիջ, նա բավականին բարդ բջիջ է եւ բավականին յուրահատուկ բջիջ է, այսպես ասեմ, որովհետեւ ինքը հնարավորություն ունի ինքնավերականգնման եւ դիֆերենցիացիայի։ Եվ ինչն է հետաքրքիր, այդ ցողունային բջիջը ինքը տեղադրվում է միայն ոսկրածուծում եւ ապրում է միայն այնտեղ եւ արտադրում է միայն ոսկրածուծում, այլ ուրիշտեղ նա
պրակտիկորեն անզոր է։ Երբ մենք ներարկում ենք այդ ցողունային բջիջները, նրանք գնում եւ տեղակայվում են ոսկրածուծում։ Հիմա ոսկրածուծում տեղակայվելն նրանք կյանքի հիմնարար բջիջներն են, ցողունային բջիջները։ Այո, ցողունային բջիջները։ Այսինքն այդ տարբերակվում են եւ կարող են դառնալ էրիթրոցիտ, լեյկոցիտ կամ թրոմբոցիտ դիֆերենցիացիայի շնորհիվ եւ ինչն է կարեւոր ստեղ ոսկրածուծը նա կարողանում է ոսկրածուծի ցողունային բջիջը նա կարողանում է ստեղծել որոշակի կոլոնի ռուսերեն շղթաներ, չէ, շարասյուն, կոլոնիաներ, այսինքն մի բաղադրություն, որից ստեղծվում են մնացած բոլոր բջիջները։ Եվ եթե դա ցողունային բջիջը հնարավորություն է տալիս դիֆերենցիացիայի ենթարկել, նա ինչ որ մի փուլում այդ դիֆերենցիացիայի դառնում է, եթե դառնում է, կարող է դառնա բլաստային բջիջ, ուռուցքային բջիջ, ուռուցքային բջիջ, երբ անոմալիա է լինում, ինչ որ մի պատճառ, ինչ որ մի տրոհման ժամանակ, կիսման ժամանակ, դիֆերենցիացիայի ժամանակ, ինչ որ մի փուլում, ինչ որ մի բան խանգարում է այդ բջիջին եւ նա դառնում է ուռուցքային բջիջ, հիվանդացին բջիջ։ Բայց եթե նա ունի ինքնավերականգնման հատկություն, այդ ունիկալ հատկությունը, մեր օրգանիզմը ունի այսպիսի մի ճանաչելու իմունային մեր համակարգը ունի մի այսպիսի հնարավորություն ճանաչելու Իրանը եւ ճանաչելու օտարածինը։ Եթե նա մի պահին իմունային համակարգը չի կարողանում ճանաչել այդ ուռուցքային բջիջը, նա սկսում է շատ արագ բազմանալ, մեծանալ, դառնալ մի մեծ մասսա եւ առաջացնել իհարկե հիվանդություն։ Իսկ եթե իմունային համակարգն աշխատում է նորմալ, բնականաբար նա ճանաչում է ուռուցքածին բջիջը եւ նրան ոչնչացնում է։ Հիմա այստեղից էլ գալիս է համատեղելիության հարցը, Բժշկուհի, համատեղելիության չէ, այսպես ասեմ, ուրեմն ցողունային բջիջը, որը որ ստեղծում է մեր մնացած բոլոր բջիջները, այո, բոլոր բջիջները, նա նաև ունի ունակություն։ Ոսկրածուծից, երբ մենք սիմուլացնում ենք, այսինքն խթանում ենք, խթանիչ ենք ներարկում, նա կարողանում է ոսկրածուծից ներխուժել դեպի անոթներ, մեր արյան համակարգ, այսինքն շրջանառության մեջ է մտնում ցողունային բջիջը, եւ մենք կարողանում ենք որոշ դեպքերում, ստացման եղանակներից մեկն էլ դա է, որի մասին ես ուզում եի ասել, մենք կարողանում ենք աֆերեզի միջոցով նրանց անջատել արյունից, այո, հասկանալի է։ Արյունից անջատել։ Այսա ուրեմն մի մեխանիզմ է, մոտավորապես պլազմաֆերեզ իրան չանվանենք, աֆերեզ անվանենք, այս աֆերեզ, որը որ կարողանում է ճանաչել ցողունային բջիջը եւ այնտեղից նրան անջատել մեխանիկական ձևով պահել այդ թաղանթի վրա։ Այ աուտոիմուն, այսինքն երբ մենք դոնորը երբ ինքը հիվանդն է, եւ ինքը իր համար է տալիս, այո, մենք խթանում ենք, նա բավականին մեծ քանակությամբ այսպիսի ցողունային բջիջներ կարողանում է դեպի արյան հոսք ապահովել, այո, եւ ապարատի միջոցով նրանց անջատում ենք եւ դա է պահվում։ Այսա մի եղանակ է ցողունային բջիջների ստացման։ Երկրորդ եղանակը դա միելոէքսֆուզիան, այսինքն ինչ է սա նշանակում, երբ զստոսկրից, իհարկե անեստեզիայի եղանակով, տափակ ոսկրերից զստոսկրը, նա տափակ ոսկրա, դոնորին մենք բանենք ինչ ենք անում, անեստեզիա է կատարվում, դոնորը իհարկե քնում է, քնացնում ենք եւ կարողանում ենք վերցնել բուն ոսկրածուծը։ Ստեղ էլի եղանակը նա է, որ մենք նորից պետքա անջատենք այդտեղից ցողունային բջիջը, որտեղ դա բավականին մեծ քանակությամբ ոսկրածուծ է վերցվում եւ այդտեղ նույնպես պետքա անջատել ցողունային բջիջը, կարողանանք անջատել ցողունային բջիջը ապարատը ճանաչում է եւ անջատում է։ Եվ երրորդ եղանակը դա է ձեր հարցներ, որը մենք ստանում ենք պորտալարի միջոցով։ Պորտալարը իհարկե քանակությունը ստեղ պորտալարի արյան քանակությունը շատ քիչ է։ Այսինքն մեծահասակ հիվանդին նա պրակտիկորեն դա բավարար չէ մեկ պորտալարի ստացված ցողունային բջիջի քանակությունն է քիչ։ Այո, բայց երեխաների դեպքում հնարավոր է։ Երեխաների դեպքում դա երևի թե եթե երեխան
փոքրիկ է եւ քաշը նրա, որովհետեւ այդ ամբողջը հաշվարկվում է կիլոգրամ քաշի։ Դեն ժամանակ պորտալարից ստացված ցողունային բջիջները նույնպես կարող ենք օգտագործել։ Ամեն եղանակ ունի իր առավելությունը եւ զիջումը մյուս մյուս եղանակներին, հասկանալի է։ Բժշկուհի, մենք ունենք էլեկտրոնայինով կրկին հարց, հեղինակը գրում է, դուք խոսեցիք ոսկրածուծի դոնորների մասին, խնդրում եմ ասեք, քանի տարեկան պետք է լինի դոնորը, երեխաները նույնպես կարող են ուրիշի համար հանդիսանալ դոնոր, մեր հեռուստադիտողը մանրամասն հետևել է մեր զրույցին եւ գիտի, որ փաստորեն երեխան կարող է ծնողի համար լինել դոնոր։ Եվ խնդրում եմ ասեք, ինչ որ վտանգ իրենից ներկայացնում է դոնորի համար այդ process-ը։ Այսինքն նրա առողջության որևէ ձևով։ Հասկանալի, ես կսեմ վերջի հարցից, իհարկե դոնորի համար դա ոչ մի կերպ վտանգավոր չէ, հատկապես եթե դա արվում է ցողունային բջիջը, երբ ստանում ենք պորտալարից, դա բացարձակապես վտանգավոր չէ թե մայրիկի համար, թե իր փոքրիկի նորածին երեխայի համար, այո, դա այն արյունն է, որը պորտալարի մեջ է գտնվում եւ ընդհանրապես վերցնելուց էլ ոչ մեկին չես վնասում։ Ինչ վերաբերվում է, երբ ստանում ենք ցողունային բջիջները պերիֆերիկ արյունից, երբ մենք ասեցի խթանում են եւ ստանում ենք ցողունային բջիջ, դա էլ նույնպես ընդհանրապես վտանգավոր չէ դոնորի համար, որովհետեւ նա պարկած հանգիստ վիճակում սիմուլյացիայից հետո, երբ մենք խթանել ենք ոսկրածուծից արյունային հոսք ուղված ցողունային բջիջների հավաքագրումը, ընդամենը մի քանի րոպե ժամանակ է պահանջվում դոնորից։ Ինչ վերաբերվում է, երբ վերցնում ենք ոսկրածուծը զստոցկրից, բուն ոսկրածուծը զստոցկրից, այդ ժամանակ եթե դոնորը չունի ոչ մի հակացուցում անեսթեզիայի նկատմամբ, այսինքն նա նորմալ կտանի նարկոզը եւ մի կես ժամ է տևում պրոցեդուրան, եթե ուրեմն նույնպես վտանգավոր չէ դոնորի համար, եթե չունի ալերգիկ ինչ-որ խնդիրներ, որ կարող է ալերգիայի հանդես գալ, իսկ ով չի կարող լինել դոնոր։ Ասենք եթե նա ինչ որ քրոնիկ հիվանդություններ ունի, իհարկե, եթե քրոնիկ շաքարային դիաբետ կամ ժառանգականության մեջ օնկոլոգիակա պատմության մեջ նրանք օնկոլոգիակա իհարկե դա ցանկալի չի, որ հանդես գա որպես դոնոր, եթե ունի շաքարային հիվանդություն, որը նույնպես կարող է խոչընդոտ հանդես գալ եւ սիրտանոթային համակարգի խնդիրներ, եթե դա կլինի, ասենք, ես խոսում եմ, երբ մենք վերցնում ենք ոսկրածուծը, այո, երրորդ տարբերակը, այո, դեն ժամանակ իհարկե կարող է պատահի որոշակի խնդիրներ մենք ունենանք եւ եթե դոնորը շատ մեծահասակ չի, իհարկե ինքը ունի սոմատիկ բարդ հիվանդություններ, երբ դա կլինի վտանգավոր իր առողջությանը այդ պրոցեդուրան։ Մնացած բոլոր դեպքերում հակացուցումներ այդպեսի իհարկե չկան։ Բժշկուհի, իսկ ցուցումների դեպքում դուք նշեցիք օրինակ, որ տարիքը նշանակություն ունի։ Երեխաներին պարզ է, որ նույնիսկ նորածիններին, ես որքան հասկացա, եթե մայրիկից, պորտալարից եւ ըստ քաշի կատարվում է, կարելի է եւ պետք է կյանքը փրկելու անհրաժեշտության դեպքում անել ոսկրածուծի փոխպատվաստում, իսկ տարիքային ինչ սահմանափակում կա եւ արդյոք դա միայն պայմանավորված է նրանով, որ այդ դոնորի նվիրաբերած ոսկրածուծը ավելի լավ է երիտասարդ սերնդի համար օգտագործենք, թե ուղղակի մեծահասակներին հակացուցված է, քանի որ ինքը հետ վիրահատական, այսինքն հետ փոխպատվաստումային պերիոդը ժամանակահատվածը կարող է լինել բավականին բարդ եւ հանդես գալ շատ լուրջ բարդություններով, մեծահասակների մոտ, քանի որ նրանց օրգան համակարգերը երեխաների նման չեն, նրանք կարող են ուղղակիորեն չընդունել եւ ոսկրածուծի փոխպատվաստումը, ցողունային բջիջ փոխպատվաստումը եւ չընդունել այնպիսի բարդություններ առաջանան, այսինքն մաշկի հետ կապված, երիկամների հետ, աղեստամոքսային տրակտի հետ, որ չհաղթահարեն այդ վիճակները եւ մենք ունենանք ոչ բարեհաջող ելք սենց ժամանակ։ Քանի տարեկանից բարձրերի դեպքում դա։ Գիտեք ինչ, արտասահմանում իհարկե որոշ երկրներում նույնիսկ 70 տարեկանին առաջարկում են փոխպատվաստում, այո։ Իսկ Ռուսաստանում, որտեղ որ նրանք մի քիչ ավելի ձեռնպահ են մնում, այսինքն անում են այդ փոխպատվաստումը մինչև 60 տարեկան։
հասակի հիվանդներին։ Բժշկուհի, ենթադրենք փոխպատվաստում է արդեն կատարվել։ Հնարավոր է, որ չընդունի օրգանիզմը, այդ դեպքում ելքը միայն լետալ է եւ կրկնակի փորձ անելու կրկնակի փորձ կան, այո, կրկնակի փորձ, ինչքան երիտասարդ է հիվանդը, այնքան հնարավորությունը կրկնակի անել փոխպատվաստում իհարկե։ Իսկ եթե հաջող է լինում դա կյանքի համար մեկ անգամ է լինում եւ վերջ, եթե հաջող ընթացք եղավ, այո, եւ նրանք կարող են ապրել ինչպես կյանքի որակը շատ լավանում է, այո, չասեմ առողջանում է, լավանում է, լավանում է։ Իսկ հնարավոր է, որ ինքը իր համար տված ցողունային բջիջները չընդունի մարդը։ Ինքը աուտոտրանսպլանտացիան չէ, այստեղ կարելի է ասել, եթե հիվանդությունը նորից ինքը հիվանդությունը գլուխ բարձրացնի, այսինքն փոխպատվաստում արել ես պատվաստում, բայց նույն ինքը հիվանդությունը նորից գլուխ է բարձրացնում սենց ժամանակ, որովհետև այդ կատարում է շատ բարձր դոզաներով քիմիոթերապիա եւ հետո հետագայում իմունոսուպրեսիվ թերապիա, որը որ կարող է բերել հետագայում մեկ ուրիշ բարդության եւ մեկ ուրիշ օնկոհիվանդության գլուխ բարձրացման։ Եվ խնդրում եմ երկու բառով բժշկուհի ձեր խորհուրդը այն մարդկանց, ովքեր սպասում են այդ տրանսպլանտացիայի կենտրոնի բացմանը Հայաստանում, նկատի ունեմ պացիենտներին, փոխպատվաստումից հետո իրենց ապրելակերպի մասին, որն է այն ամենամեծ ուշադրությունը, որ պիտի դարձնեն նրանք եւ հարազատները այդ դեպքում։ Սա կախված է իհարկե բարդություններից, որը կառաջանա փոխպատվաստումը տանելուց հետո, եթե հիվանդությունից է կախված, ինչ հիվանդության դեպքում է կատարվել այդ փոխպատվաստումը, ինչ ռեժիմներով են արել այդ փոխպատվաստումը, որովհետև դա էլ շատ մեծ նշանակություն ունի, կան ռեժիմներ, որոնք շատ հզոր են եւ շատ տրավմատիկ են, եւ կան մի փոքր ավելի մեղմ ռեժիմներ, որոնք որ ավելի հետագայում հնարավորություն է տալի բարդություններից խուսափել։ Այսինքն դուք անհատապես արդեն յուրաքանչյուրին կասեք, դա անհատական է։ Իր անելիքը։ Շատ շնորհակալ եմ բժշկուհի, ինձ հուշում են, որ մեր ժամանակը սպառվեց։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Հուսանք, որ բարի ընթացք կլինի եւ իսկապես կկարողանանք դառնալ այս գործում եւս տարածաշրջանում առաջատար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր արյունաբան Լուսինե Քրմոյանը եւ մենք խոսում էինք ոսկրածուծի փոխպատվաստման մասին։ Վաղը ոսկրածուծի դոնորների միջազգային օրն է, որ առաջին անգամ է նշվում աշխարհի մի շարք երկրներում, նաեւ Հայաստանում։ Սա մի մարդասիրական մեծ քայլ է եւ որ կարող է կատարել մեզանից յուրաքանչյուրը փրկելով որևէ մեկի, գուցե եւ ոչ մեկի մի քանի հոգու կյանք։ Վաղը ոչ աշխատանքային է մեզ համար, կհանդիպենք հաջորդ շաբաթ, սա մեր այս շաբաթվա վերջին թողարկումներ, մինչ հանդիպում առողջ եղեք։